Ես տվել եմ կանանց հնարավորություն լինել այնպիսին, ինչպիսին ենք ուզում են։ Այո, մենք խնամում ենք ձեր մաշկը, մենք մեյքափ ենք անում ձեզ, բայց ամենակարևորը մենք բացում ենք ձեր հոգու դռները, որպեսզի հասարակությունը ձեզ տեսնի ոչ միայն արտաքին գեղեցիկ, այլ նաև մտնի ձեր ներաշխարհ եւ բարձաբանի ձեր տեսակը։ Այսօր որոշեցինք Լուիզ քո շնորհիվ մարդկանց նաև խնամքը ներկայացնենք։ Հա, դե քանի որ ես կսվելու հետ կապ չունեմ մեյքափի հետ, ես ավելի շատ նախընտրում եմ խնամքը, բայց դե թողնում եմ, մի փոքր կարա։ Մի չնչին կանենք, այո։ Մանավանդ այդ որ ասիր կապ չունես սկսվելու հետ, ուզում եմ հասկանալ քո այն բուրըն տարիները, երբ որ դու եւ երաժշտությունը անբաժան էիք։ Բեմերում անընդհատ, տեսահոլովակներ, երկրներ, այդպես այդտեղ ինչ էիր անում առանց մեյքափի ուզում ասեմ 80% ես բեմում չեմ կսվել։ Ու ինձ այդպես էին ընկալում, հա։ Ինձ տենց էին ընկալում։ Ես երբ որ մեյքափ էի անում, այդ ժամանակ բոլորի համար արտասովոր էր։ Հետաքրքիր է, որովհետև նման դեպք դեռ չէր գրանցվել։ Նույնիսկ հին դարերում դերասանուհիները, որոնք չէին էլ պատրաստվում, որ պիտի գրիմ կպնի հանուն կերպարի, ինչ ասես, ասենք կսում էին։ Լավ, իսկ հիմա ավելի մեյքափից դուրս եմ ուզում հասկանալ ուր է այն երաժշտական, ուր է այն տեսահոլովակներ հանած, սկավառակներ հանած մեր Լուիզան։ Լուիզան երգեց 20 տարի, հետո եկավ մի պահ ու հասկացա, որ ես ոչ թե էլ չեմ ուզում, այլ ուղղակի սպառվել եմ։ Այդ պահին իսկապես էլ չէի ուզում ոչ մի բան, որովհետև հոգնել էի 20 տարի ամեն օր 20 տարի շարունակ ես իմ տանեցիների հետ նոր տարի չեմ արել, ոչ մի տեսակի ծնունդ, հարսանիք, ոչ մի միջոցառման չեմ մասնակցել։ Ես նույնիսկ իմ ծնունդի օրը, որ փետրվարի 14-ին է, ես աշխատել եմ 20 տարի շարունակ։ Դրա համար որոշեցի, որ ուզում եմ հանգստանալ, ոլորտս փոխեմ ու մի փոքր էլ ես ապրեմ։ Թե չէ ամեն օր ժամը 5-ից մինչև 12-ը 1-ը գնալ աշխատանքի, ես տարվա մեջ 2 օր ունեի, որ աշխատանքի չէի գնում։ Դա դեկտեմբերի 7-ն էր, երկրաշարժի օրը, մեկ էլ ապրիլի 24-ը։ Մնացած բոլոր օրերին ես ամեն օր աշխատանքի էի։ Իսկ կարոտը չկա այդ ամեն ինչի։ Ամեն ինչ ասելով արվեստի, լավ, սենց վերցնենք։ Այդ աշխատանք որպես այդպեսին չեմ ուզում արվեստ անցալենք, որովհետև ձեր մանավանդ այն ժամանակվա սերունդը իրական արվեստ էր ներկայացնում։ Փոփ ժանրեր, կար ուրիշ ժողովրդական եւ տարբեր ժանրերի դեպքում էլ անգամ դա համարվել է որակ, արվեստ։ Այդ արվեստի բաց թողումը կյանքիդ էլիսես թեթև գնաց, թե մի քիչ։ Հա, հանգիստ գնաց։ Շատ հանգիստ գնաց։ Ես ոչ մի բան իմ կյանքում տրագեդիա չեմ սարքում, ոչ մի բանի հետ չեմ կապնվում, ոչ մի բանը ինձ համար իդեալական չեմ սարքում։ Այդ պահին դա ուզում եմ, անում եմ։ Հետո երբ որ հրաժարվում եմ, ես մի բանից եթե հրաժարվում եմ, դա ես անում եմ միշտ մտածված։ Անմտածել քայլեր շատ քիչ ա եղել իմ կյանքում, որ ես արել եմ։ Ես հիմնականում իմ բոլոր քայլերը լավ մտածում եմ, կշռադատում եմ, վերցնում, դնում, այն որ ասում է հայկական 7 անգամ չափում եմ, մի անգամ կտրում եմ։ Դրա համար չէ։ Այդ նույնը 20 տարեկան Լուիզային կասեիր, որ կշռադատեր, որոշեր, թե փոքրուց ես տենց եղել։ Ես փոքրուց եմ տենց եղել։ Որոշող տեսակ։ Հա։ Ես հետո այսպեսի մի բան կա, ես այն ժամանակներում դե բոլորը կհիշեն, որ երբ որ տնից մեկը մանավանդ աղջիկ ուզում էր երգչուհի դառնալ, տանը դա մի հատ մեծ կամ դերասանուհի է։ Տանը դա մի հատ մեծ խոսակցության առիթ էր։ Իմ պապան էլ չէր ուզում, որ ես երգեի, բայց ես պապայից չեմ համոզել։ Պապաս ինձ ասեց դու ուզում ես երգես, որովհետև դու ծույլ ես, չես ուզում սովորես։ Բայց այդ ժամանակներում սովորում էին յախր, Ես էլ դրա համար գնացի եւ ընդունվեցի իրավաբանական ու իրանք հասկացան, որ ես կարամ։ Ուղղակի ես նա եմ սիրում։ Ես ոչ մեկին ոչինչ չեմ համոզել։ Դա եղել է ինքնաբերաբար։ Ու արդեն
երբ որ ընդունվեցի Jazz College, բոլորը դրա համար ուրախ էին։ Այստեղ մենք այս քեզ եմ ծապ տալիս, էլի։ Բոլորը շատ ուրախ էին դրա համար։ Այս բանն է, Լուիս, գիտես, չես խնամքի միջոցը։ Հա, էլի մի հատ ասեմ։ Այսեն որ ինչ անելը ընթացիկ էր արդեն, քանի որ ասում ոչ մեկ այդքանից հովանավոր չէր որ խոսեի, բայց այս ամեն ինչը, որ ասում են ինչի է հարսի մեյքափը, չգիտեմ ինչ, այս ամեն ինչը մենք 40 րոպե շուտ է գալիս հարսիկը, սենց խնամում, կոնկրետ ես խնամում եմ, դա տևում է 40 րոպե, որից հետո նոր անցնում ենք ռեալ գործողության։ Իհարկե, հիմա դու նենց գործ ես անում, որ իմ քունը տանում է։ Ոնց ես պատրաստում ինձ այնց հարցազրույց։ Ես գիտեմ, որ դու շատ լավ կարող ես պատասխանել, որովհետև արվեստի մարդը երաժշտության մեջ, որ միշտ ակտիվ պիտի, նույնիսկ քնած ժամանակ ակտիվ լինեք, չի կարող չպատասխանել։ Ես ուզում եմ, որ մի փոքր երկու ծայրահեղություններ ներկայացնես, որովհետև շատ հիմա աղջիկներ եւ տղաներ կան, ովքեր ուզում չեն կողմնորոշում երաժշտությունը, չեն խոսում այն մասին, որ փող աշխատելու միջոց է հիմա դարձել, մանավանդ անորակ երաժշտությունը նաեւ, այլ ինչպես բալանսի բերենք այդ մարդը արվեստին նվիրյալ դառնա, թե էլի հասկանա, որ դա մեկա թողելու է կեսից մեծանալու, չնայած այնց ես խոսում, մեր սերունդը ես էլ արդեն տենց երիտասարդ է։ Այո, ես երիտասարդ եմ, ես միշտ երիտասարդ եմ։ Ինչպես գնան այդ ճանապարհով, թե չգնան այդ ճանապարհով, որն է հոգեպես ավելի ազնիվ։ Դե նայ, դա իրանց ընտրությունն է, իրանք են որոշում, եթե մի բանը սիրում են, պիտի գնան դրա հետևից։ Տարբերությունը մեր ժամանակների ու հիմիկվա սերնդի հետ կապված, տարբերությունը կանում է նրան, մեր համար շատ դժվար էր։ Մեր համար այնքանով էր դժվար, որ մենք ծանոթ պիտի ման գայինք, որպեսզի կարողանայինք հեռուստատեսություն մեր տեսահոլովակը տայինք։ Զգալի շատ մեծ գումարներ էինք ծախսում, որպեսզի մի ամիս այդ տեսահոլովակը պտտվի հեռուստատեսությամբ։ Ու դա մի հեռուստատեսությամբ, որպեսզի բոլորով պտտվեր, դա շատ ահռելի մեծ գումարների հետ էր կապված։ Իսկ հիմա ամեն ինչ շատ հեշտ է։ Ամեն ինչ շատ, հա, ամեն ինչ այնքան հեշտ է, ամեն ինչ իդեալական հեշտ է։ Այսօր կա ինտերնետ, այսօր կա Instagram, TikTok, Facebook, որտեղ դու կարաս մի հատ մի րոպեանոց հոլովակ նկարես, տեղադրես ու ուղղակի արթնանաս հայտնի։ Իսկ դու պատկերացնում ես, որ դու տնից կարթնանաս եւ այսօր Խաղաղ օվկիանոսի ափին այսպիսի բաներ կլինի։ Չէ։ Իդեպ ասում քեզ եմ շնորհակալ, որովհետեւ այս են դեպքն է, երբ որ մի օր պետք է ներկայացնեինք, որ մարդիկ պարտադիր չի շպարով լինեն, բայց կինը պետք է միշտ շպարիտակից գոնե խնամք ունենա։ Դա պարտադիր պայման է։ Եվ հանգենք հասնենք արդեն այստեղ, ինչը ստիպեց քեզ գալ հասնել Ամերիկայի Միացյալ Նահանգներ եւ ուրերի մինչեւ այդ։ Ես ոչինչ չգիտեմ, ինչպես շատ մարդիկ քո մասին։ Ես ուզում եմ, որ դու քեզ ներկայացնես եւ ասես, թե քեզնից հետո որ տարածքից լքում ես, ինչ կուզես, որ մարդիկ իմանան քո մասին։ Ես միշտ Եվրոպայի սիրահար եմ եղել։ Երբ որ գնում էի Եվրոպա ման էի գալիս էի, ես ասում էի Եվրոպա։ Ես Միացյալ Նահանգներում չէի եղել, բայց ես անընդհատ կրկնում էի, որ ես չեմ ուզում այստեղ ապրեմ։ Ես ասում էի, չէ, չեմ ուզում։ Ու քանի անգամ մտել եմ դեսպանատուն, ես մերժվել եմ։ Նույնիսկ մի տարի 2008 թվականին էր մրցանակաբաշխության հրավեր ստացա այստեղ 40 հոգանոց խմբից միայն ես չեմ անցել։ Բանա, ճակատագիրը հետո բերեց։ Ու ես ասում էի, չէ, ես Ամերիկա չեմ ուզում, ես Եվրոպա եմ ուզում։ Եկավ մի պահ 14-ից 16 թիվը ապրել եմ Մոսկվայում, հետո որ հետ եկա արդեն այնքան էի կարոտել Հայաստան, ասում էի, չէ, ես դեից էլ ոչ միտեղ չեմ գնալու։ Բայց ինչպես շատ մարդկանց մոտ, այդպես էլ իմ մոտ, չեմ ուզում ոչ մի բանը քաղաքականացնել, բայց թռուցիկ ասեմ, ուղղակի պատերազմից հետո որոշեցի, որ ուզում եմ երկրից գնալ ես։ Իմ համար շատ բան փոխվեց։ Երկրից ուզում էի գնալ։ Ու այդպես ինքնաբերաբար ընկերուհիներս էին այստեղ, իրանց գալը այստեղ շատ մեծ ազդեցություն ունեցավ, որ ես ինքս էլ տեղափոխվեմ։ Երևի եթե իրանք չգային, ես այդքան արագ այդ որոշումը չէի կայացնի գալու։ Իրականում ասում են լավ ընկերները, լավ բարեկամից 1000 անգամ լավն է, մանավանդ քո ընկերուհիները, որոնց ես էլ գիտեմ, մեր տաղանդավոր շնորհալի գոհարները եւ քնարները հավաքել ես էլի շուրջդ մի ամբողջ
գոհարների եւ քնարների եւ իրականում դա շատ կայֆ բան է, երբ որ ընկերությունը հարատև է եւ երկար տարիներ ինչպես պահպանել այն, որտեղ լինել անկեղծ եւ որտեղ լռել այդ դեպքում ընկերության մեջ։ Հա, ու այդպես որոշվեց, տեղափոխվեցի այստեղ ու առաջին հայացքից Ամերիկան սիրել եմ, մինչև այսօր սիրում եմ։ Անցել եմ շատ դժվարությունների միջով, ինչպես բոլորը Ամերիկա եկածների, բայց այդ ամեն ինչը ինձ ավելի ուժեղացրել է, այդ ամեն ինչը ինձ ավելի կոփել է։ Իսկ ինչով ես ուզում զբաղվել հետագայում, քո իրավաբանությունը evaluate ենք անում, թե չենք անում։ Ոչ։ Հիշենք, էլի լուրջ մասնագիտություն է, երգչուհի, դերասան։ Ոչ։ Լուրջ գործով զբաղվեք, տնաշեն։ Երգում է, դերասանություն է անում։ Ես իրավաբանությամբ չեմ զբաղվել եւ Այդ պապային ապացուցելու համար է։ Այդ ուղղակի դիպլոմ էր, որ պետք է ունենայի։ Ունեցա։ Այդքան բան։ Իսկ ինչի համար կարող ես փոշմանել այս կյանքում, ընթացքում։ Փոշմանում եմ, որ շուտ չեմ եկել Ամերիկա։ Հա։ Իսկ ինձ Ես կուզեի վաղ տարիքում լինեի այստեղ։ Ինձ հիշեցրեցին երեկո, ես կարող էի 10 տարի առաջ հենց այստեղ մնալ ու ես հիմա էլ չեմ բանանում, որ եթե այս խելքը ունենայի, հա կգայի 10 տարի առաջ, բայց եթե չունեի, մնա ինչ անեի։ Բայց ես այսպեսի մի բան ասեմ, ես փորձում եմ ոչինչի համար չափսոսամ, որովհետև այն ինչ կատարվել է յուրաքանչյուրիս այդ պահին, դա մեր ցանկությունն է եղել։ Եվ ընտրությունը։ Հա։ Իսկ ես իմ ցանկություններին դեմ գնալ շատ հազվագյուտ կարա լինի, որ ես իմ ցանկություններին դեմ գնամ։ Բայց կուզեի շատ ավելի շուտ հայտնված լինեի Միացյալ Նահանգներում։ Իսկ ինչպես կուզեիր, որ քո կյանքի ընթացքը փոքր ժամանակի, երբ որ հենց այդ բանականությանը չենք հասել, որ մեր ուզածով պետք է լինի միշտը, ինչը կուզեիր այն ժամանակում միացած ձևափոխեիր, որ հենց այքո ասած շուտ լինեիր Ամերիկան էլ օգներ։ Այն փոքր աղջիկը, որին որ սենց հանդիպեիր, հիմա շատ են, չէ, AI-ով, ես էլ որպես AI թագուի, այդ միքսերն անում դուք, ես տեսնում ես 10 տարեկանում, 8 տարեկանում, 7, ինչ կար խանգարող, որ Եթե այն ժամանակները այս ժամանակներին նման լիներ, ես կուզեի երգելու հետ համատեղ մի ուրիշ մասնագիտություն էլ ձեռք բերած լինեի։ Ոչ իրավաբանություն, որը ձեռք ես ոչ իրավաբանություն, շատ ավելի հետաքրքիր, ինչ որ մարքեթինգ, պրոդյուսինգ, այսպիսի ոլորտ։ Այս ոլորտը ես շատ եմ սիրում։ Որ տալիս է հնարավորություն։ Հա, բայց այն ժամանակ այդ մասնագիտությունները չկար։ Այդ հիմա է շատ ակտուալ մասնագիտություն։ Այն ժամանակ այդ մասնագիտությունները չկար։ Այսինքն այն մանկությունը, որ եղել է, անտիր հավեսով ամեն ինչ։ Հա, ես շատ հրաշալի մանկություն եմ ունեցել։ Ես չհաշված որ ես Կապանից եմ։ Ահա, ես Կապանից եմ ու 90-ականների սկզբները առաջի 3-4 տարին, մինչև 94 թիվը մեր մոտ պատերազմ է եղել։ Ես անցել եմ այդ պատերազմի միջով, ես գիտեմ ինչ է պատերազմը։ Մեր մոտ պատերազմ է եղել, բայց միևնույնն է, դաժե այդ տարիներից ես լիքը լավ հիշողություններ ունեմ։ Այդ որ ապաստարաններում հավաքված էինք ամբողջ շենքով, բոլորով իրար հետ։ Գուցե մենք անհոգ ենք ու հետև երեխա ենք ու չենք գիտակցում այդ ծանրաբեռնվածությունը։ Չէ, հավատա որ շատ բաներ գիտակցում էինք։ Չէ, հավատա շատ բաներ գիտակցում էինք։ Իմ մոտ ամենատպավորված պահը այդ պատերազմական տարիներին, այդ ապաստարաններից մի հատ կադր կա, որ շատ տպավորվել եմ մոտս։ Դե որ ապաստարաններում էինք լինում, հաճախ օրերով չէինք կարողանում դուրս գայինք, որովհետև կրակում էին։ Բնականաբար սովածանում էինք։ Այնտեղ հեռուստացույց ունեինք, փոքրիկ, մեքենայի ակումուլյատորից միացրել էինք։ Ու այդ տարիներին նոր դուրս էր եկել, ես հիմա նենց հետաքրքիր բան եմ պատմել, նոր դուրս էր եկել Snickers-ի ռեկլամը։ Կհիշես, սենց առախիսի վրայով այդ շոկոլադն ու կարամելը, որ հոսում էր։ Բայց ես Bounty-ն էի սիրում, որտեղ կոկոս։ Այդ սկզբից դեռ Snickers-ն ու Mars-ն էր, Bounty-ն չկար։ Snickers-ն էր առաջինը։ Ու մենք սոված, այդ շոկոլադը, որ սենց այդ ռեկլամի ժամանակ սենց հոսում էր, մենք նայում էինք ու նենց էինք ուզում։
սոված էինք շատ։ Բայց մեկը ես այսօր հիշում եմ, մի տեսակ ուրիշ ձև եմ հիշում։ Երևի է պետք որ սենց ուժեղ դառնանք։ Դե կարող է։ Մենակ փորձությունները ախր շատ չեն մի քիչ։ Մենք մեր սերունդը շատ դժվարությունների մեջ է բանացել ու այդ մեզ ուժեղացրել է։ Հիմիկվա սերունդին ես շատ եմ սիրում։ Այն ինչ մեզ չի կործանում ուժեղ է դարձնում։ Հա, հիմիկվա սերունդին ես շատ եմ սիրում։ Իրանք իրանց ասացի են, իրանք իրանց ուզածին կարողանում են հասնել, բայց ես չգիտեմ, եթե մեր փորձությունները իրանց տրվի այս պահին, իրանք կանցնեն այդ փորձությունների միջով։ Չէ, եթե իմ աղջիկա տարիք վերցնենք 10 տարեկան, իրանք ավելի շատ թողնում են մեր վրա։ Մենք չենք համարձակվել թողնենք ծնողի վրա։ Մենք իրանց հետ հավասար որոշում ենք կայացրել։ Իսկ իմ աղջիկն ասում է՝ դու ես մեծը։ Հենց իրան ձեռք չի տալիս, դժվարություն կա, դու ես մեծը։ Դու ես մեծը, հա։ Դա շատ մի հատ տարբերություն է տալիս ու ուզում ես հասկանալ որն է ճիշտ։ Մեր ծնողները, որտեղ իմ հյուրերից շատ-շատերը այդ բողոքն ունեն այդ սերնդի ծնողների հետ կապված, այդ թվում նաև ես եմ ունեցել, բայց հիմա որ մտածում եմ, գուցե նրանք էին ճիշտ, որ մենք հավասար այսենց դարձանք։ Միգուցե։ Բայց հետո էլ ասում եմ, այդ պատերազմների պատճառով չէ որ պետք է ախր ուժեղանանք։ Ախր մենակ պատերազմը չէր է։ Ախր մենակ պատերազմը չէր է, սովել ենք տեսել մենք։ Ախր ես ինչի դա չեմ հիշում, երբ քոնոման պոզիտիվ եմ հիշում, որ ես սով չեմ, այդ բաունցին ինչի ասեցի, որ ասեցի։ Պատերազմը նոր էր ավարտվել, դա ես բարձրափոքր երեխայի, բայց հիշում եմ, որ քերիներս ման եկան մեր տուն, դե պապաս պաշտոնով էր մինչ այդ, ու այդ բաունցի էին բերել տուփով ու հյուրասիրում էին քերիներից, որ իրանք սովից այսինքն քաղցրով, որ կարողանան հագենան, ու ես որ տեսա, ինձ թվում էր էկրանին եմ նայում, թե այդ թղթին, այդ որ սենց են որ հանում էին, մեջից մի հատը սենց կծվում էր, վերևից կոկ ես մինչև օրս ասում եմ մի կողմից ափսոսում եմ, որ իմ երեխան այդ չի ապրում։ Էլ ինչ հիշողություն պետք է տենց ունենա։ Հա, հիմա ամեն ինչ իրանց համար հասանելի է։ Մենք ուղղակի մենք յուրաքանչյուր մանրուքը գնահատող սերունդ ենք։ Մանրուքները մեզ համար շատ կարևոր են։ Հիմա այն գաջի պահն է, որը շատ թույլ եմ անում, շատ սենց աննշան։ Հա, էլի։ Հետև, հա ես դեմ չեմ։ Ես կարող եմ թափես չանել, որովհետև նես լավ խոնավացել է, էլի, մաշկը ափսոսել, ասես թեթևակի։ Կանենք իրան։ Բայց քանի որ այսօր դու հյուրեր ունես, մեզ էլ կանչել ես։ Այո։ Իմ պատվավոր հյուրերի ցանկում են բոլորը։ Ահա։ Մի քիչ ամոթ է էլի։ Դու այն արտիստն ես, ով որ բեմ է դուրս եկել առանց մեյքափի, ինչի մասին է խոսում, ամոթ է։ Այլ վաղուց ոչինչ ամոթ չի, ամեն օր տանում են ինչ-որ հարմար է։ Իրականում են ինչ-որ հարմար է, որովհետև մենք սովորել ենք արդեն մարդկանց ընկալենք անենց ոնց որ մենք ենք ուզում։ Էլ չենք ստիպված ինչ-որ գործողություններ անում կամ ստիպված չենք տարապենք, որ հաճոյանանք։ Հա։ Կոնկրետ ես երևի տենց էլ ծնվել եմ։ Վերջին անգամ հարցազրույց երբ էր տվել։ Օ, շատ վաղուց։ Շատ վաղուց։ Դրա կարոտն էլ չկար։ Օրինակ ես ունեի կարոտ, այս վերջերս հաղորդման եմ մասնակցել, այն որ կարոտած խոսում էի անջատված։ Ես էկրանը այդքան շատ չեմ սիրել։ Ես բեմն եմ սիրել, ես էկրանը այդքան չեմ սիրել։ Օ, թխիթոգա։ Բեմ։ Մեր հյուրերը գալիս են բոլորը։ Ողջույն, հեսա հաղորդումս վերջացնենք եւ իջնենք։ Ես այնքան եմ ուրախանում, որ վատ բան եմ ասելու հիմա, որ տեսնում եմ բոլորից տեղ իմ կողքին։ Շփման մեջ շատ վատ է, որ հայրենիքից հեռու է, բայց նույն ինձ համար հայրենիքը մի մոլորակ մի ես եմ, բայց տխուր եմ մի կողմից, որ մենք այնտեղ չենք, բայց մյուս կողմից շատ ուրախ եմ, որ բոլորդ եք այստեղ։ Նայ, իմ համար հայրենիքը դա ծնողներս են, քույրս, եղբայրս, որ այնտեղ են գտնվում, իմ մնացած հարազատները, մյուս ընկերները։ Ես էլի սիրում եմ Երևանը, Կապանը, Հայաստանը սիրում եմ, բայց ես ասենց մի մտածելակերպ ունեմ։ Աստված մեզ ստեղծել է ու ինչ որ պարտադրանք չկա, որ
որտեղ ես պիտի ապրեմ։ Այսօր ինձ Միացյալ Նահանգ, այս մոլորակը բոլորինն է, Աստված մարդկության համար է ստեղծել։ Այսօր ես ստեղ եմ, վաղը Հայաստանում կարամ լինեմ կամ չլինեմ, մյուս օր ես միշտ ասում եմ, ես Իտալիայում եմ ծերանալու։ Ես ասեմ Իտալիայում եմ ծերանալու։ Չենք կարա իմանանք մենք որտեղ կլինենք, բայց եթե ինձ այս պահին ստեղ լավ է, ես Աստծո ստեղծած էակն եմ, չէ՞։ Իմ Աստծո ստեղծած էակն է։ Աստծո ստեղծած էակն ենք, չէ՞։ Այո, միանշանակ։ Դու հիմա խոսում ես երջանիկ անդադ այդ մասին ինքը ուզում է որ մենք երջանիկ լինենք, ես երջանիկ եմ այս պահին։ Այո։ Ես երջանիկ եմ այս պահին իմ փոքր ընտանիքով, իմ ամուսնու հետ Միացյալ Նահանգներում հանգիստ սիրուն ապրում ենք։ Ինչա քո համար երջանկություն այդ դեպքում եւ ինչպես ես նկարագիրը։ Երջանկություն իմ համար պահերն է։ Հարատև երջանկություն չի լինում։ Լինում են ուղղակի երջանիկ պահեր։ Ավելի շատ ես եթե խոսքը գնում է ընտանեկան օրինակ երջանկության մասին, օրինակ ընտանեկան երջանկության մասին, այդ մարդու հետ քեզ կոմֆորտ ապրելն է։ Այդ մարդու կողմից հասկացված լինելն է, այդ մարդու կողմից հարված ու սիրված լինելն է։ Ինձ համար երջանկությունը դա է։ Իսկ ես մոտիվացիա գտնել կողքից։ Թու, այս փայտեր չէ։ Այո, իհարկե։ Ես դա ունեմ։ Փառք Աստծո։ Այդ ամենակարևոր արժեքն է այս կյանքում, որ մարդը ամեն մարդու համար չի երևի, թե կամ էլ այլևին ընտրություն։ Լինել երջանիկ թե ոչ։ Յուրաքանչյուր հարաբերությունների մեջ ամենագլխավոր բանը դա զիջումների գնալն է։ Ամբիցիաները մոռանալն է։ Յուրաքանչյուրս էլ ունենք ամբիցիաներ, յուրաքանչյուրս, բայց երբ որ դու սկսում ես ինչ-որ մեկի հետ ապրել, դու պիտի հասկանաս, որ ինչ-որ պահեր կա, որ պետք է մի քիչ էլ զիջես։ Իսկ որ միակողմանի ազիջում ալնու։ Չէ, այդ արդեն հոգեբանի անկյուն ենք եկել։ Սիրի հոգեբան։ Նո, չէ, այդ արդեն էգոիստությունն է։ Այդ արդեն էգոիստությունն է, այդտեղ հարգանք չկա։ Որտեւ այստեղ եմ շատ հանդիպում ցավոք սրտի, դրա համար ինձ այդ հարցը միշտ չի տանջել, բայց հետաքրքրել է, որ ինչպես անել, որ մարդիկ հասկանան, որ այդ միակողմանի չես կարող տրվել, բա հետո։ Նո, չէ։ Դա այդ եմ ասում էլի, այդտեղ արդեն հարգանք չկա։ Փող զիջումների մասին է խոսքը, ոչ թե միակողմանի զիջումների մասին է խոսքը։ Փող զիջումների մասին։ Իսկ երջանկությունը ինձ համար դրանք պահեր են ուղղակի։ Որ ես օրվա մեջ կարամ մի քանի անգամ ապրեմ։ Այսօր ապրել ես երբ։ Այո։ Ես ապրեցի իրական։ Առավոտյան, երբ որ ամուսնուս ու ընկերուհուս հետ միասին մտանք Մեյփլից պերաշկի առանք ու հավես ուտելով գալիս էինք։ Մեյփլը իմ հովանավորներ չէ։ Չէ, կերել ենք։ Չէ, բայց սուս մի մնախ, սուս մնաս։ Քորացա ես։ Հա, ուզում ես ասես վատ ենք քեզ նայում։ Նայ բողոքում է։ Ես շատ པարզ բաների մեջ եմ երջանկությունը միշտ գտնում։ Բողոք հնչեց։ Okay. Սենդվիչներ never։ Դա ինֆորմացիա է։ Never սենդվիչներ։ Всё, բաժանվեցինք մենք այլևս։ Սա ինչ էր։ Անջը հանգիստից մնում ենք։ Հիմա ասում եմ մնացած իմ հյուրերը որ նայեն այս խնամքի ընթացքը, ասангելու են ինձ ասեն, բա մեր ինչի չէիր անում։ Բայց ինչի չէիր անում։ Ուզեի։ Հա, չէ, ուզեիք։ Հաղորդման խափում էր, հաղորդման ֆորմատը թույլ չէր տալիս։ Այ իրոք շեղվեցին։ Բայց որ ներվայնացած պերաշկի։ Իրոք։ Իսկ ինչի համար ես ներողություն խնդրում ընդհանրապես։ Ես ներողություն խնդրելու խնդիր չունեմ։ Եթե ես սխալ եմ, ես հանգիստ կարող եմ խնդրել ներողություն։ Ինչ հաճելի է որ բոլորը այդպես են իմ կողքի բան էլի ու ես իդեալական չեմ ու ես սխալվելու իրավունք ունեմ։ Իսկ երբ որ ես սխալվում եմ, ես կարող եմ ներողություն խնդրեմ։ Բացարձակ խնդիր չունեմ։ Դրա մեջ ամոթ բան չկա։ Դա շատ վեհ զգացողություն է, երբ որ դու ինքդ քո սխալը ընդունում ես։ Ես համաձայն եմ քեզ հետ։ Դու ինձից ինչ էիր ուզել, տոն, ռումյանը ու վերջ։ Այո։ Մի րոպե։ Բանը պատվերն ընդունված է։ Շնորհակալ եմ։ Հիմա էսի են չժպտալու պահը։ Որ ես կարողանամ իրան բլենդ անեմ, որ դու ինձ չխփես հետո էլի։ Ամեն ինչից քիչ ես չէ արել։ Ամեն ինչ չկա, մի հատ տոնա, պուդրա է ու վերջ։ Ես գիտեմ նաև, որ դու այդ քո երջանկությունը շատ հաճախ սիրում ես վայելել հանգստի մեջ, հանդարտ։ Սենց
Մի խոսքով, ես եւ իմ գործընկերը, Գարիկի մոտ, մեր գործընկերը, Գարիկի մոտ հանգստյան տներից, որում ուզում ես, կարող ես գնալ եւ շարունակել քո մեղրամիս երջանիկ պահը վայելել։ Ես եղել եմ այնտեղ ու ամեն անգամ մեծ սիրով եմ գնում։ Ես մի բան ասեմ, որ ասում ենք Palm Springs, ես այդտեղ ուրիշ տեղ չգիտեմ։ Մոտս տպավորություն է, որ Palm Springs-ում Գարիկի մոտից բացի ոչ մի տեղ չկա։ Ես չգիտեմ, իսկապես չգիտեմ։ Ես 3 տարի Միացյալ Նահանգներում եմ։ Ես Palm Springs-ում մենակ Գարիկի մոտը գիտեմ ու մենք այնտեղ ենք գնում մենակ։ Ես էլ։ Դրա համար ես հանգստանում եմ։ Ինձ ուրիշ համար պետք չի, մի էլ տվեք։ Ինձ էս ամենալավ նվերն է։ Կարաս էլ նվեր չտաս, էս ամենալավն է։ Հա լավ ես մտածել։ Չէ, լավ դուր ես։ Արա վերցնենք մեզ հազիվ մենք չունենք այս նվերներից ինչ որ իրենք։ Նաև գիտեմ, որ քո մասնագիտական SMM-ով ես հիմա զբաղվում, անընդհատ կապերի մեջ ես եւ այլն, քեզ վիզիտ քարտեր են պետք եւ ընդհանրապես տպագրություն։ Mail print-ը մեր գլխավոր հովանավորներից մեկը 20%-ի զեղչ է քեզ ընձեռում բոլոր տեսակի տպագրության հետ կապված։ Հիմա տամ թե չտամ։ Դուր, ոչ ես։ Ասվերտ մի տվեք ինձ նվեր։ Բա ես սրա համար եմ եկել։ Այն որ ասես պերոշկի բան, ես վստահ եմ որ հոմեղ ուտելիքներ եւ թարմ կգտնես նաեւ Կոզանյան մարքետից, որը եւս տալիս է 20% զեղչի հնարավորություն։ Վաու։ Էս ինչ հաճելի է, ինչ շուտ կանչի։ Ես բա որ ասում։ Քաղցրեղենի հետ ոնց է։ Այդքան շատ չեմ սիրում, բայց ամուսինս սիրում է։ Գիտեմ որ նաեւ անդադ հյուրեր եք ունենում։ Ահա, շատ։ Քաղցրեղենն ու տորթը կարող ես Delish Cake-ից պատվիրել, եւս 20% զեղչ հոմեղ։ Այս առաջիկայում ամուսնուս ծնունդն է։ Հենց այսօր ուտելու ես դու այդ տորթից։ Ոյ, ես քեզ խոստանում եմ։ Վերջ։ Վերջ։ 20%-ի եւ այնտեղ որտեղ դու հիմա գտնվում ես, եւս դարձել են մեզ հովանավոր եւ մենք ունեցել ենք հնարավորություն, ընձեռվել է մեզ հնարավորություն քո յուրաքանչյուր իվենտները կազմակերպել եւ իրես Թինան ու Գրեգը։ Այո, TG Princess GT TJ Max Թինան ու Գրեգը սիրում եմ, ես իրանք շատ եմ սիրում։ Շնորհակալ։ Բայց դա չվերջացավ էլի տամ թե լավ։ Հա, դու ինչ ունես էլ։ Նայ, ինչքան էլ մենք ուզում ենք մանավանդ դու։ Ահա։ Սիրում ես խնամվել եւ նաեւ Հայաստանից դուրս, հայրենիքից դուրս կարոտում ենք ունենք հայի հետ կապված հայուհի բրենդը եւս քեզ ընձեռնել է քո սիրած պրեպարատներից խնամքի միջոց։ Վաու, կարամ բացեմ մի հատ։ Որպեսզի այդպես միշտ ոնց ասեցի սկզբից երիտասարդ եմ, ես միշտ երիտասարդ եմ։ Նայած որ մենք կարամ բացեմ, ես սիրում եմ, ես սենց բաներ սիրում եմ։ Այո, դեմքի խոնավեցնող կրեմը եւ շիճուկը աչքերի կողքին, որ հանկարծ բոտեքս չանենք։ Վաու։ Այո, շնորհակալություն, շոկ։ Ես գիտեմ, որ դու չես սիրում հայկական սուրճ, բայց գիտեմ նաև, որ սիրում ես սուրճի տեսականիներ։ Armbox-ը մեր հովանավորներից ընձեռնում է քեզ հայկականը այլևս, բայց ունի 10-ից ավել տեսականիներ։ Այսօր եւս փորձելու ես։ Լավ դեպ եք կանչել, մի հատ եք կանչեք էլի։ Անպայման։ Շատ լավ է, շնորհակալ եմ։ Լինում են բաներ, որ մի քիչ անհավանական է, չէ՞, օրինակ իմ նավի վրա օվկիանոսում խաղաղ մեյքափը հերիք չի նվերել։ Ասես երջանկություն, սա երջանկություն է։ Մենք քեզ ես ու Արոն մեր հովանավորների եւ գործընկերների կողմից սիրում ենք երջանկացնել մարդկանց։ Սա փոքրիկ ուշադրություններ են, որ իմ դեմքին ժպիտ են առաջացնում։ Եվ ամենահավես ժպիտներից մեկը կառաջացնի, երբ որ մտնում ես տուն եւ գեղեցիկ վառում ես բուրավետ մոմը եւ սիրուն նստում եւ ֆիլմ եք դիտում Նռնենիի կողմից։ Շատ գեղեցիկ իր ձեռքով անձամբ պատրաստած Ալինայի շատ սիրուն կոմպոզիցիա է, այնպես որ Ուրանք օգտագործես, ինձ չմոռանաս, ուզում ես անջատի գնա պերաշկիտ կեր, վերջ։